Այսօր հունվարի 27-ին Հայաստանում նշվում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Օրը խորհրդանշում է խոնարհումը բոլոր այն հայրենիների հիշատակի առաջ, որոնք տարբեր ժամանակներում իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, պետականության եւ անկախության։ Օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել, հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ սահմանվել է հիշատակի պետական օր։ Սակայն այսօրվանից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը ավելանում է, որպեսզի մեր նահատակների զոհողությունները երբեք իզուր չլինեն։ Վարչապետի խոսքով նահատակների հիշատակի ամենատեսանելի ու ծանրակշիռ հուշարձանը ուժեղ ու անվտանգ պետությունն է։ Զարգացած ուժեղ, անվտանգ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակը հավերժացնող ամենածանրակշիռ հուշարձանը։ Մեր պարտքն է ամրապնդել պետությունն ու բանակը, ապահովել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի կարողանանք նայել դեպի երկինք, մեր երկնային բանակին։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեսանյութ է հրապարակել գիծ գրառմամբ «Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս անդրադարձել է օրվա խորհրդին։ Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք ապրել եւ շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ այսօրը հնարավորություն է միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների զոհերի հիշատակի առաջ։ Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին։ Կեցե անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւս անդրադարձել է օրվա խորհրդին Facebook-յան իր էջում գրելով. Ամենայնտեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։ Հավերժ փառք բոլոր նահատակներին եւ խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս։ Օրեր առաջ Ազգային ժողովը 69 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ հայտարարվել ոչ աշխատանքային։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։